Ողջույն, բարի գալուստ Արևի խոհանոց, շնորհակալ եմ, որ միացել եք և հետևում եք։ Եթե նոր եք ես իմ էջին, բաժանորդագրվիր, որպեսզի դու էլ միանաս մեր համեղ ընտանիքին։ Եկեք այսօր միասին պատրաստենք ամենահամեղ մեղրով տորթը, որը ստացվում է շատ արագ և շատ համեղ։ Համապատասխան կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազը և ձուն։ Ավելացնում ենք մի պտղուն ծաղ, մեկ թեյ գթալ վանիլային շաքար և այս ամենը մի փոքր հարում ենք։ Մի փոքր հարելուց հետո ավելացնում ենք 1 սուրճի բաժակ արևածաղկի ձեթը, մեկ սուրճի բաժակ կաթը, այս ամենը մի փոքր հարում ենք, ավելացնում ենք 100 գրամ կարագը և տեղափոխվում ենք գազօջախի մոտ։ Զանգվածը դնում ենք գազօջախին, թույլ կրակի վրա խառնում ենք այնքան, մինչև կարագը և շաքարավազը լավ հալվի և լուծվի։ Այսպես ասած, հասցնում ենք եռման աստիճանի։ Երբ որ կարագն ու շաքարավազը լավ հալվում է, ավելացնում ենք 150 գրամ մեղրը։ Մի փոքր խառնելուց հետո ավելացնում ենք սոդան և 1 ճաշի գթալ գինու կամ խնձորի քացախ։ Ինձ մոտ տնական գինու քացախ է։ Այս ամենը կրկին խառնում ենք։ Ինչպես տեսնում եք, սոդան սկսեց աշխատել և զանգվածը փրփրեց։ 5 րոպե էլ հենց այսպես կխառնենք ու կանջատենք գազօջախը։ Մի փոքր խառնելուց տեսնում ենք, որ արդեն զանգվածի գույնը մքանում է, արդեն բավական է, անջատում ենք գազօջախը և հենց տաք գազօջախի վրա խառնում ենք այնքան, որպեսզի մի փոքր զանգվածը հովանա, այնուհետև լցնում ենք արդեն ալյուրը։ Տեսեք, գազօջախի վրայից վերցնելուց հետո այն ստացել է կարամելային երանգ։ Ավելացնում ենք ալյուրը և ստանում ենք փափուկ մոր։ Խմորը մի փոքր պնդանալուց հետո շրջում ենք սեղանի վրա և հունցում ենք։
Հիմա կբաժանենք գնդերին եւ կթողնենք, որպեսզի կես ժամ հենց խոհանոցային սեղանին հանգստանա։ Բաժանում ենք 4 գնդի, ինձ մոտ գնդերը կշռում են 310 գրամ։ Արդեն անցավ կես ժամ, գնդերը լավ հանգստացան։ Դնենք մի կողմ եւ սկսենք հերթականությամբ բացել։ Գունդը բացելուց հետո տեղափոխում ենք սկուտեղի վրա։ Պատարագաղով մի քանի տեղից ծակծկում ենք եւ ուղարկում ենք նախոր օգտագործած ջեռոցը, թխելու ենք 200 աստիճանի տակ մինչեւ պատրաստ լինելը։ Արագ-արագ բոլոր շերտերը թխեմ, թանկագիններս միանան եւ շարունակենք։ Շերտերը արդեն պատրաստ են, թանկագիններս կթողնենք սառի, այդ ընթացքում կպատրաստենք կրեմի եւ հովի զանգվածը։ Այժմ պատրաստենք կրեմի եւ հովի զանգվածը։ Կրեմի եւ հովի զանգվածը պատրաստելու համար ամանի մեջ լցնում ենք 2 ճաշի գթալ ալյուր կամ օսլա, ավելացնում ենք 100 գրամ շաքարավազ, 1 թեյի գթալ վանիլային շաքար, այս ամենը լավ խառնում ենք։ Մի փոքր խառնելուց հետո ավելացնում ենք 1 ձու եւ կրկին խառնում ենք։ Մի փոքր խառնելուց հետո ավելացնում ենք 500 մլ կաթ, այսինքն 2 չափի բաժակ։ Այս ամենը մի լավ խառնում ենք եւ դնում ենք գազօջախին։
Կողքը կանգնած անընդհատ խառնում ենք հասցնելով եռման աստիճանի, երբ տեսնում ենք, որ արդեն եռում է, ընդամենը մի քանի րոպե կթողնենք կեռը եւ կանջատենք։ Դա արվում է նրա համար, որպեսզի ալյուրի համը չզգացվի։ Ամենահամեղ կրեմներից մեկը դա եփովի կրեմն է։ Երբ որ պատրաստվում է հատկապես տնական ձվով, երբ որ ավելացնում ենք 1 հատ տնական ձու, ամբողջովին թե համն է փոխում, թե իր գույնը։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել անգամ 3 ձու։ Երբ որ ես ինքս պատրաստում եմ հենց եփովի կրեմով, կարագ չենք ավելացնում էկլերների համար, ուրիշ տեսակ խմորեղենների, պոնչիկների համար, ես ավելացնում եմ 3 ձու։ Իսկ նմանատիպ կրեմների համար, քանի որ դեռ կարագ էլ պետք է ավելացնենք, 1-ը կարծում եմ բավական է։ Ահա, արդեն պատրաստ է կրեմը։ Կանջատենք գազօջախը եւ կթողնենք, որպեսզի ամբողջովին սառի։ Սառելուց հետո կրեմը կբերենք վերջնական տեսքի։ «250 գրամ կարագի վրա ավելացնում ենք եփովի զանգվածը եւ սկսում ենք հարել։ Կրեմը պատրաստ է, շերտերը եւս, սկսենք հավաքել տորթը։ Շերտերը դնում ենք իրար վրա եւ կողքերը հավասարեցնում ենք թանկագիններս հետագայում շանկ պատրաստելու համար։ Կրեմապատեցի, վերջացրեցի, այժմ բերում ենք վերջնական տեսքի։ Վերջնական տեսքի համար մեզ հարկավոր է փշանքներ, փշանքներով ձևավորում ենք։ Մեղրով տորթը արդեն պատրաստ է։
Կուղարկենք սառնարանք, թողնենք մի քանի ժամ, որպեսզի կրեմը լավ սառի, ներծծվի շերտերի մեջ, այնուհետև կկտրենք եւ կվայելենք։ Արդեն անցավ մի քանի ժամ, թանկագիններս խմորեղենը լավ սառեց, այժմ կտրենք եւ համեղ թեյով վայելենք։ Մեր համեղիկի վերջնական տեսքը, դուք էլ պատրաստեք եւ վայելեք, ընտիր է ստացվում, շերտերը շատ նուրբ, կրեմը շատ համեղ։ Հուսով եմ ձեզ դուր եկավ թանկագիններս բաղադրատոմսը, եթե հավանեցիք, չենք մոռանում մեկնաբանել եւ իհարկե կիսվել։ Իսկ եթե դեռ չես հասցրել միանալ իմ Facebook-յան էջին, սիրով սպասում եմ քեզ նաեւ այնտեղ։ Այսօր էլ այսքանը թանկագիններս, մաղթում եմ բոլորին ուրախ եւ հաճելի օր, պատրաստեք սիրով։ Ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում։